Դեռևս Հայաստանի տնտեսության բարձր պահպանվող ակտիվության եւ աճի ֆոնին ունենք արդյունաբերության արտադրանքի ծավալների շարունակական անկումներ։ Այս տարվա հունվար-սեպտեմբերին պաշտոնական վիճակագրությունն արձանագրում է. ընդհանուր արդյունաբերության արտադրանքի ծավալը նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ կրճատվել է 5.7%-ով։ Եթե դիտարկում ենք առանձին, ապա հանքարդյունաբերության անկումը 0.5% է կազմել եւ մշակող արդյունաբերությունը նվազել է 12%-ով։ Հատկապես մշակող արդյունաբերության անկումը մտահոգիչ է, իհարկե հանքարդյունաբերությունը ևս շատ կարևոր է, բայց հանքարդյունաբերության ոլորտի սպეციფიკան եւ դրանում առկա այսօրվա որոշակի խնդիրները իհարկե առանձին քննարկման առարկա են։ Մշակող արդյունաբերության հետ կապված զարգացումները, այդ թվում տնտեսության իրական հատվածում, տնտեսության իրական հատվածի պոտենցիալի մասին բնութագրիչ է եւ բավական մեծ ցուցիչ։ Իսկ ինչ ունենք մշակող արդյունաբերության պարագայում, տեսեք, առանձնացրել ենք հատկապես այն ապրանքախումբը, որի անկումն էլ էապես նպաստել է մշակող արդյունաբերության 10.2%-անոց անկմանը։ Խոսքը վերաբերում է հիմնային մետաղների ապրանքախմբին, որը նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի կൂട്ടակային ցուցանիշի համեմատ նվազել է 58%-ով։ Բոլորին հայտնի պատճառ նախորդ տարվա, նախորդ 1-1.5 տարիների ոսկու վերարտահանման գործոնի չեղարկումն է, որը վիճակագրորեն հանգեցրել է այս իրավիճակին, ազդելով ընդհանուր մշակող արդյունաբերության ցուցանիշի վրա եւ նաեւ արդյունաբերության ընդհանուր արտադրանքի ցուցանիշի վրա։ Բայց այս հարցադրումը ակտուալ է շարունակում մնալ մեր տնտեսության պարագայում։ Արդյոք այս անկումները միայն վիճակագրական համեմատության արդյունք են, իդեպ մեր կողմից բազմիցս կանխատեսելի իրավիճակ եւ արդյոք այստեղ մտահոգվելու տեղիք չունենք, հատկապես որ օբյեկտիվորեն պետք է նշենք, որ նույն մշակող արդյունաբերության անկումը հետզհետե յուրաքանչյուր հաջորդ ժամանակահատված նախորդի նկատմամբ որոշակիորեն կրճատվել է։ Այո, այդ վիճակագրական համեմատության էֆեկտը կա եւ եթե որոշակի կանխատեսումով հանդես գանք, ապա հետզհետե այս անկման տեմպը կրճատվելու է, բայց մենք ունենք ապրանքախմբեր, այդ թվում մեր պայմանական ասենք ավանդական արտադրական, ավանդապես արտահանվող ապրանքախմբերում զարգացումներ, որոնք արդեն որևէ կերպ կապ չունեն նույն ոսկու վերարտահանման գործոնի հետ եւ իսկապես այդ ոլորտում, հետեւապես նաեւ տնտեսության իրական հատվածում տեղ ունեցող գործընթացի բացասական որոշակի ելևէջների մասին են խոսում։ Օրինակ, նույն խմիչքների արտադրությունը, որը նվազել է 13.8%-ով, մեր արտահանման կառուցվածքում եւս հիմնական արտահանվող խմիչքներ, ալկոհոլային խմիչք ապրանքախմբում ունենք տևական ժամանակ անկում։ Սա խոսում է ոլորտում արդեն կարծես թե որոշակի ինստիտուցիոնալ բնույթի խնդիրների մասին կամ առնվազն խնդիրների մասին, որոնց լուծումները նվազագույնը պատշաճ կերպով եւ համարժեք կերպով չեն տրվում։ Իրական հատվածում տնտեսության անկումային է նաեւ հագուստի արտադրությունը, կոնկրետ այս ժամանակահատվածում 1.5%, թեև պետք է նշենք, որ օրինակ սննդամթերքի արտադրությունը արդեն որոշակի տևական ժամանակ շարունակում է աճ ապրել եւ սա իհարկե դրական է, բայց երբ որ մենք ընդհանուր առմամբ դիտարկում ենք սննդի, թեև մենք արտահանելի ապրանքների կազմում իհարկե սննդամթերք ունենք, բայց այդ թվում օրինակ նույն խմիչքի արտադրությունը հաշվի առնելով հանգամանքավոր խմիչքը մեզ համար պարզապես ալկոհոլային խմիչքի մասին է խոսքը, պարզապես արտահանվող ապրանքատեսակ չէ, այն նաև որոշակի երկիրը ներկայացնելու այսպես բրենդի գործոնի տրամաբանությունն ունի իր համար, իհարկե մտահոգիչ է։ Բայց շատ կարևոր հանգամանք։ Մենք խոսում ենք այսօրվա իրողությունների մասին, օբյեկտիվորեն նշում ենք, որ այդտեղ կա արտահանման, ներողություն վերարտահանման գործոնի չեղարկումը, պարզապես վիճակագրական համեմատություն, նշում ենք նաև կարծես թե իրական հատվածում տեղի ունեցող բացասական զարգացումների մասին, բայց եկենք հասկանանք, թե ինչպիսի իրավիճակ ունեինք օրինակ 2017 թվականին նույն ժամանակահատվածի համար։ 2017 թվականին մենք չունեինք վերարտահանման այնպիսի ազդեցություններ, ինչպիսին եղան 2023-24 թվականների ընթացքում, բայց միևնույն է 17 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին հիմնային մետաղներ ապրանքախմբում ունեինք 9.1%-անոց արտադրության ծավալների աճ։
Սննդի արդյունաբերությունը այն ժամանակ եւս աճող էր, 3,6% ցուցանիշ ունեինք, խմիչքը արտադրվում էր 36,5% աճի ցուցանիշով 17-ին նախորդ տարվա նշված ժամանակահատվածի համեմատ, հագուստի արտադրությունը եւս ինչպես տեսնում ենք դրական է։ Սա իհարկե փոքր դրվագ է եւ գուցե առաջանա հարցադրում, որ 1-2 մի քանի ապրանքախմբերի ներկայացումը ամբողջական պատկեր ցույց չի տալիս, իհարկե կարելի է ավելի մանրամասն վերլուծել, ուսումնասիրել, բայց կարծում ենք տիպիկ գնահատական է նույն արդյունաբերության հետ կապված փոփոխությունների։ Մենք ունեինք որոշակի դրական արտաքին ազդեցություններ, դրանով պայմանավորված բումային աճեր որոշ ոլորտներում, այդ թվում արդյունաբերության ներքո, այդ աճերը չկան, նույն կերպ վիճակագրությունը այսօր մեծ անկումներ է ցուցադրում, դրանով իսկ ցույց տալով ոլորտի արտաքին ազդեցություններից խիստ բարձր կախվածությունը, ինչը ինքնին արդեն որակական գնահատական եւ բնութագրիչ է եւ նաեւ այս համեմատությունը թեկուզ այս 1-2 ապրանքախմբերի 2017-ի եւ ընթացիկ ժամանակաշրջանի, այդ թվում նաեւ տնտեսության իրական հատվածում տեղի ունեցած արդեն իսկ փոփոխությունների մասին է, որը եթե այդ թվում նաեւ ամփոփելով եւ բանաձևային տալով տնտեսության կառուցվածքային փոփոխությունների եւ որակական փոփոխությունների մասին է խոսում, ցավոք սրտի որակական բացասական փոփոխությունների։